Դերասանուհի և հեռուստառադիո հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը, ով բավականին ակտիվ է իր ինստագրամ հարթակում, հաճախ է կիսվում իր առօրյայով, ընտանիքով և ամուսնու՝ Լևոնի հետ համատեղ լուսանկարներով։ Էվելինան նոր հրապարակում է արել՝ ցույց տալով Լևոնի քրոջ ծննդատնից դուրս գրման գեղեցիկ և հուզիչ կադրերը։ Նշենք, որ Լևոնի քույրը, ով արդեն 3 որդի ունի, այս անգամ աղջկա մայրիկ է դարձել։ Star News-ը սիրով շնորհավորում է գեղեցիկ ընտանիքին։ Փոքրիկին անվանակոչել են Սոֆիա։ Տղաները մեծ ոգևորությամբ են դիմավորել մայրիկին՝ նվիրելով ծաղկեփնջեր, լցնելով հիշարժան օրը հուզմունքով և ուրախությամբ։ Կադրերում երևում է նաև Լևոնի մայրիկը, ով ևս ներկա է գտնվել աղջկա դուրսգրման արարողությանը։ Իսկ արդեն հիվանդանոցից դուրս ընտանիքին սպասում էր գեղեցիկ ձևավորված անկյուն՝ շեշտադրված վարդագույն փուչիկներով, արջուկներով և Սոֆիե անունով տորթով։ Առաջարկում ենք դիտել այս ջերմ և բարությամբ լեցուն հոլովակն առանց մեկնաբանության։ Երբ Լևոնի և Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա։ Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք, որ անիմաստ ա։ Շուտով լինելու է հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր և բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունը սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բնական է, երբ իրեն պիտի սիրահարվեն, պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին Լևոնի կողքին, դեռահասների համար դառնա իդեալ և այլն և այլն։ Հասկանում եմ նաև մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետև իրենք ունեին համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր, եթե ինքը չէ, գոնե իր պատկերացրած մի աղջիկ։ Մեկը բաց մազերով, մեկը մի քիչ գեր, մեկը ցածրահասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ։ Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ։ Իրենց համար և բնականաբար դա պիտի շարժի իրենց զայրույթը։ Բացասական գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցեև դժբախտ են։ Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով Լևոնը նշեց. Մի բան հետ էր պահում, ներքին զգացողություն, չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի ժամանակահատված ա եղել հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էդ ոլորտի, էդ մասնագիտության մարդկանց հետ մի վայրում։ Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի Անգելինա զույգը։ Խանդում է արդյոք Էվան։ Իմ դեպքում նորմալ ա, մի քանի հանգամանք ա նպաստում չխանդելուն, ես առհասարակ խանդոտ չեմ։ Եվ ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ։ Երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդում ա, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև այսօր չի նայել, որովհետև խանդում ա։ Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով ասաց. Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը միանշանակ, գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր, ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչը վերաբերվում ա իմ կնոջը, լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ, որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում էդ մարդուն, որ իրա կողքով անցնում ա։ Որպես տղամարդ նայում եմ, եթե ինքը իմ կնոջ կողքին ա, իմ թշնամին ա։ Զույգի համար կարևոր կետ էր ունենալ տուն, նոր ամուսնանալ։ Ելով սերիալում սպասվող առաջիկա զարգացումներից դերասանը փակագծերը չբացեց, սակայն նշեց, որ ունի նոր խաղընկեր՝ Էլիզը, ում հետ հեշտ է աշխատում և չկան բարդություններ։
Լևոնի կարծիքով սերիալում նկարահանվող թիմից ամենապոզիտիվ դերասանը Ռոզա Դավթյանն է, ում որպես խաղընկեր բնորոշեց. ինքը հստակ գիտի, թե ինչ է տալիս հեռուստադիտողին։ Նա շատ է խորանում իր կերպարի մեջ, ամեն տեսարանից առաջ խաղային վիճակի է գալիս։ Իր հետ աշխատելը շատ հեշտ է, լավ է անցնում, ուրախ։ Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, որ սկսում է ծիծաղել ամբողջ հրապարակում բոլորը ծիծաղում են։ Շատ լավ, ուրախ, թեթև անցնում է իր հետ, լավ ընկերություն են քանում և լավ հարաբերություններ են։ Զրույցի ընթացքում խոսք եղավ նաև ընտանիքից։ Քույրս 3 տղա զավակ ունի, հիմա սպասում է 4-ին, 4 անգամ պիտի քեռի դառնամ։ Մայրս ռուս է, 90-ականներին է եկել Հայաստան ու սովետի ժամանակ ադապտացումը հեշտ է եղել։ Շատ լավ ընդունել են, սիրում է Հայաստանը և չի պատկերացնում իրեն ուրիշ տեղ ապրելուց։ Հայերեն չի խոսում, իր հետ ռուսերեն ենք խոսում, բայց որ հայերեն էլ խոսում ենք, ինչ-որ բաներ հասկանում է։ Լևոն Մկրտչյանը իր նորաստեղծ ընտանիքում օգնում է կնոջը և որոշ չափով կիսում է կենցաղը, քանի որ Էվելինայի գրաֆիկը ևս ծանրաբեռնված է։ Մատոր, դուր, գնաց, գնաց։ Էվելինան և Լևոնը լինելով հյուր առավոտ լուսո հաղորդաշարին խոսել էին, թե ինչպես է անցնում իրենց առօրյան։ Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ է պատրաստում։ Դետոքսային ինչ-որ ֆրեշներ։ Ես էլ սովոր չեմ այդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական, կարագ, պանիր, պոմիդոր։ Էվելինան նշեց. ուզում ենք առողջ ծնվենք, որովհետև այդ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ քեզ լավ պիտի նայես առաջինը։ Խոսելով զբաղվածությունից և ժամանակի սղությունից Էվելինան պատմեց. որոշեցինք մեր ամուսնության 1 ամիսը մոտ օրերը նշեինք և նաև դիտեինք ֆիլմ։ Օրվա ընթացքում շատ ենք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանց ունենալ։ 3 փոքրիկ առիթ էր։ Էվելինա Ստեփանյանը հարցազրույցներում հաճախ է նշում Լևոնի խանդոտ լինելու մասին։ Այս հարցազրույցը ևս բացառություն չէր։ Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում են։ Ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ։ Գիտեմ իմ չափը։ Գիտեմ ինչ պիտի անեմ, գիտեմ ինձ հարմար ա, հարմար չի։ Մենք շփվում ենք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ, և ոչ թե դերասաններ, դերասան ամուսիններ։